Մարդը կարող է լինել կատարյալ ազատ միայն այն դեպքում, երբ որ Աստծո մասը դառնա, միանա Աստծուն, որովհետև մարդ հասկացողությունը ինքնին արդեն իսկ կատարյալ ազատ չի, որովհետև պայմանականությունների մեջ է ապրում եւ կախված է Աստծուց։ Միանալով Աստծուն մարդը կարող է կատարյալ ազատ լինել, բայց այս երկրում ու այս մարմնի մեջ մարդու ազատությունը հնարավոր ամենամեծ սահմանին կարող է հասնել միայն այն դեպքում, որ ինքը այստեղից սկսած, այս կյանքից սկսած, Աստծո հետ խորհրդավոր միության մեջ կարողանա ապրել, որը կարելի է անել երկու նշածս պայմաններով, սիրելով Աստծուն, մարդկանց եւ աղոթական կյանքով։ Եթե այս երեքից մարդու մոտ որևէ կոմպոնենտ չկա, մարդը դատապարտված է անազատ եւ ինքնախաբեության մեջ լինելու։